Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ընտրվել է ազգային ժողովի փոխնախագահ։ Փակ քվեարկության արդյունքներով Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն։ Ավելի վաղ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունը որոշել է բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Հայաստան խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու։ 9-րդ գումարման ազգային ժողովի մեկնարկից 8 օր անց միայն ձևավորվեց ազգային ժողովի ղեկավար կազմը։ ԿՊ-ն ապահովեց կողմ ձայների անհրաժեշտ քանակը, որ ընդդիմադիր Արամ Վարդևանյանը ընտրվի խորհրդարանի նախագահի 3-րդ տեղակալի պաշտոնում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը եզրափակիչ ելույթում ասաց, որ իրենց այդ քայլը թող բարի կամքի դրսևորում դիտվի, սակայն նույն կարծիքը չուներ Վարդևանյանը, ըստ նրա դա իշխող ուժի պարտականությունն է։ Սա ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնն է։ Որոշակի իմաստով ընդդիմադիր խմբակցությունների ստացած ձայների մեր հայրենակիցների տված աջակցության իրացման տեսանկյունից է այդ իմաստով է լեգիտիմությունը։ Այժմ խորհրդարանը պետք է ընտրի մշտական հանձնաժողովների նախագահներին։ Ազգային ժողով անցած 3 ուժերից միայն իշխող կուսակցությունն է հայտնել իր 12 թեկնածուների անունները։ Ընդդիմադիր ֆրակցիաները շարունակում են մի փոքր զգուշություն դրսևորել, չհայտնելով, թե որ հանձնաժողովներն են ցանկանում ղեկավարել։ Հիշեցնեմ, որ 12 մշտական հանձնաժողովներից 8-ը ղեկավարելու է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 3-ը Ուժեղ Հայաստանը, իսկ 1-ը Հայաստան դաշինքը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հստակեցրել է իրենց քաղաքական ուժի գաղափարական ուղենիշները։ Նրա խոսքով կա Հայաստանի Հանրապետություն, որը որևէ տարածքային պահանջ չունի հարևաններից, եւ կա պատմական հայրենիք, որի փաստը ուրանալ չի կարելի, սակայն այն պետք է լինի բացառապես պատմամշակութային խոր ուսումնասիրության, այլ ոչ թե տարածքային վեճերի առարկա։ Մեր հայրենակիցների մեծամասնությունը դուք ձեր նախնիների նշանակալի մասը այլ տեղից է, մեր հայրենիքի հայկական բարձրավանդակի այլ հատվածներից, եւ մենք չենք կարա չասենք, որ 2000 տարի ապրել ենք այդ հողում, չենք կարա։ Դա պատմական ճշմարտության խեղում է։ Այդ իսկ պատճառով մեր մոտեցումը այսպես է. մենք ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ։ Եվ ունենք Հայաստանի Հանրապետություն, որը մեր երկիրն է, որի զարգացման եւ հզորացման համար մենք պետք է աշխատենք օրնիբուն։ Գալիս է մյուս հարցը. ինչու է պատմական հայրենիքը, ինչ պետք է անենք մենք մեր պատմական հայրենիքի հետ։ Հարց հնչեց, թե գնալու ես Ադանա ծառա ես մեր գործընկերների կողմից։ Ոչ, հարցը ուրիշ ձև պետք է ձևակերպենք։ Պատմական հայրենիքը դա պատմագիտության եւ մշակութաբանության համար ուսումնասիրության մեծ դաշտ է։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի բարձրագույն կազմակերպչական միավոր պետք է զբաղվի իր անցյալի, իր մշակույթի ուսումնասիրությամբ, մշակույթը պատմական հայրենիքում, պատմագրությունը պատմական հայրենիքում, որպեսզի 400-500 տարի հետո ժառանգներին հանձնենք մեր նախնիներից եկած եւ իրական պատմությունը որպես փաստ։ Նարեկ Կարապետյանը իր աջակցությունն է հայտնել ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանին, շեշտելով նրա բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նա հերքել է այն խոսակցությունները, թե Վարդևանյանը աշխատում է միայն մեծահարուստների հետ, հիշեցնելով, որ Վարդևանյանը անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերել տասնյակ կալանավորված գործընկերների, ինչի շնորհիվ շատերը այսօր ազատության մեջ են։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավական գործընթաց է սկսել պետական եկամուտների կոմիտեի դեմ, հայց ներկայացնելով դատարան, հայտնել է Փաստինֆոն։ Եկեղեցին պահանջում է ամբողջությամբ անվավեր ճանաչել 2026 թվականի ապրիլի 14-ին կազմված մաքսային ստուգման ակտը։ Նաև դրա դեմ ներկայացված բողոքի հիման վրա հունիսի 11-ին Պեկի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումը։ Ներկայացված հայցադիմումը արդեն ընդունվել է վարչական դատարանի վարույթ եւ մակագրվել դատավոր Երենա Առաքելյանին։ Հայտնի է, որ դատարանը որոշում է կայացրել այս գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։
Զանգվածային ծեսկրտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դաշտաբան գյուղում։ Ավելի քան 10 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն։ 10-ից ավելի մարդ ձերբակալվել է։ Նախնական տեղեկությամբ վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ, որը վերածվել է ծեսկրտուքի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեպքի վայրում հայտնաբերվել են առնանման հետքեր, միջադեպի մասնակիցներին պատկանող հողաթափեր ու գլխարկներ, մեծ քանակությամբ քարերի կտորներ եւ փայտեր, որոնք ամենայն հավանականությամբ որպես զենք են ծառայել կողմերի համար։ Բացի ֆիզիկական բռնությունից շրջանառվում են նաև հրազենի հնարավոր կիրառման մասին լուրեր։ Որոշ ականատեսների պնդմամբ կռվի ընթացքում լսվել են նաև կրակոցների ձայներ։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է 2023 թվականի ապրիլին Միասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանությունը պատվիրելու մեղադրանքով։ Ըստ քննչական կոմիտեի նա իր անվտանգության աշխատակցին հազարարել է հրազենով սպանել մի քաղաքացու։ Գործի շրջանակում Աբրահամյանի անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների հրապարակումը արժանացել է ՄԻՊ-ի կոշտ արձագանքին։ Պաշտպանը խստորեն քննադատել է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ անմեղության կանխավարկածի խախտումը, շեշտելով, որ պետական մարմինների հաղորդակցությունը չպետք է հանրության շրջանում կանխակալ վերաբերմունք ձևավորի, մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ դրական է ընդունել գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Նա նշել է, որ արտգործնախարարությունը պետք է հանդիպի իր հետ, սակայն շեշտել է, մինչև այս պահը որևէ պաշտոնյա իրեն չի զանգել կամ կապ չի հաստատել։ Զոնաբենդը այժմ սպասում է պատասխանատուների արձագանքին։ Նրա գլխավոր նպատակն է հանդիպման ընթացքում քննարկել կոնկրետ մի հարց՝ ինչպես կազմակերպել կանանց մարդասիրական խմբի այց դեպի Բաքու, այնտեղ պահվող մեր քաղաքացիների օգնելու համար։ Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի աննախադեպ զանգվածային հարձակման։ Մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 456 դրոն երկրի տարբեր մարզերում, այդ թվում Մոսկվայում, Ռոստովում, Կալուգայում, Պենզայում եւ Սարատովում։ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում ԱՏՍ-ները թիրախավորել են նավթամերամշակման համալիրը, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտներ։ Կա 12 զոհ եւ 39 վիրավոր։ Թաթարստանում սուկ է հայտարարվել։ Բելգորոդում զոհվել է 3 մարդ, վիրավորվել 25-ը, եւս 9 հոգի տուժել է մարզի այլ շրջաններում։ Անօդաչուների մեծ կուտակումներ են գրանցվել նաև Ռոստովի եւ Մոսկվայի ուղղություններով։ Սևաստոպոլում խոցված 15 դրոններից մեկի պատճառով հրդեհվել է ծովափնյա անտառը, հանգստացողները տարհանվել են։ Իրանական մեհր գործակալությունը ի պատասխան երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական ծանր վիճակի մասին շրջանառվող լուրերի հրապարակել է տեսանյութ նրա մասնակցությամբ, սակայն ըստ ՏԱՍՍ գործակալության իրանական աղբյուրի տարածվող տեսանյութը իրականում արխիվային է եւ նկարահանվել է դեռևս նախքան նրա գերագույն առաջնորդի պաշտոնը ստանձնելը։ Աղբյուրը հավաստիացրել է, որ Խամենեիի առողջական վիճակը լավ է, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով նա առայժմ զերծ է մնում հրապարակային ելույթներից։ Այս ամենի ֆոնին Մոջթաբա Խամենեին Մոհսեն Ռեզայիին նշանակել է իր ներկայացուցիչը ազգային անվտանգության գերագույն խորհրդում։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասեցված են, իսկ կողմերը շփվում են միայն միջնորդների միջոցով, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պաշտոնական Թեհրանը հերքել է բանակցությունների վերսկսման մասին Դոնալդ Թրամփի վերջին պնդումները։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցին, Արաղչին հայտնել է, որ թեև Իրանը ու Օմանը մոտ են նոր նավագնացային երթուղիների շուրջ համաձայնության հաստատմանը, դա չի նշանակում, որ նեղուցը անհապաղ կբացվի։ Այս ռազմավարական ծովային ճանապարհի վերաբացումը շարունակում է կախված մնալ այն հատուկ պայմանների կատարումից, որոնք միջնորդների միջոցով արդեն իսկ փոխանցվել են Վաշինգտոնին, ասել է դիվանագետը։ Ֆրանսիայում անտառային հրդեհներ հրահրելու մեղադրանքով ձերբակալվել է 420 մարդ, որոնցից 166-ը անչափահաս։ Աննախադեպ երաշտի ֆոնին իշխանությունը խիստ պատիժներ է սկսել կիրառել։ Անգամ չմարված ծխախոտ նետելու համար արդեն կան ազատազրկման դատապարտվածներ, իսկ միտումնավոր հրկիզումների համար սպառնում է մինչև 15 տարվա բանտարկություն։ Անտառային հրդեհների հետևանքով Եվրամիությունում այրվել է մոտ կես միլիոն հեկտար տարածք։